Հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք աշխատանքը Գյումրիից, գիտեք, որ արդեն առաջադրված կուսակցությունները հայտնել են, որ ժամանակավորապես դադարեցնում են իրենց քարոզարշավը, այսօր կեսօրին այստեղ տեղի ունեցած միջադեպի հետ կապված, այս բան զրուցել են քաղաքացիական պայմանագիր կուսակցության ավականու ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու Արտուր Համբարձումյանի հետ։ Պարոն Համբարձումյան, նախ ինչպես կբնութագրեք այսօր տեղի ունեցածը Գյումրիում, առաջին դեպքը չէ, որ ընտրություններից առաջ նման միջադեպեր են տեղի ունենում, Էջմիածնում ևս ծեծկռտուք տեղի ունեցավ, իսկ այստեղ փաստորեն մահացու արդեն միջադեպ, ինչպես կբնութագրեք իրավիճակը եւ ձեր գործողությունները, որոնք են լինելու։ Նախ օգտվելով առիթից ես ուզում եմ մեր ցավակցությունները հայտնել Գրիգորյանների ընտանիքին, խորը վշտացած ենք այս դեպքի կապակցությամբ։ Մենք արդեն հայտարարել ենք, որ ժամանակավորապես դադարեցնում ենք քարոզարշավը։ Հələ որ մենք չենք կարող ինչ-որ գնահատական տալ, պետք է նախաքննություն տեղի ունենա, պետք է հասկացվի, թե դա ինչ մոտիվ է եղել, որն է եղել պատճառը։ Հետագայում արդեն նախաքննության ավարտից հետո իրավապահ մարմինների սկզբնական վարկատից հետո արդեն մենք նոր հայտարարությամբ հանդես կգանք։ Ընդհանուր իրավիճակը Գյումրիում ինչպես կբնութագրեք վերջին օրերին քարոզարշավային առումով, ինչպեսի լարված մթնոլորտ եղել է թե ոչ այդ երկու թևերի միջև։ 10-րդ օրն է, չեմ սխալվում, հա, 10-րդ օրն է, որ նախընտրական քարոզարշավ է ընթանում, քարոզարշավը ընթացել է շատ կոկիկ, ինցիդենտներ արտարոց ինչ-որ երևույթներ տեղի չեն ունեցել, որոշակի լարվածություն իհարկե եղել է, դա նորմալ է երևի, բայց այսպես արտարոց երևույթներ առ այսօր տեղի չի ունեցել։ Ընդհանուր առմամբ մթնոլորտ ընտրություններից առաջ ես իմ առաջին հարցից կնշեցի, որ Էջմիածնում ևս լարված էր, իհարկե ոչ այս աստիճան, այսպիսի միջադեպ չեղավ, ինչի է հանգեցնում այսպես աթոռակռիվ կարող ենք ասել, ինչ կլինի ձեր Տեսեք, ես դեռ զերծ կմնամ գնահատականներ տալ, թե այս դեպքը նախընտրական գործողությունների հետ նախընտրական կամպանիայի մեջ տեղավորվում է, թե չի տեղավորվում։ Եկեք դեռ զերծ մնանք այս դեպքը, իհարկե մենք դեռ ընդհանրապես փաստ ունենք, որ տեղի ունեցել ողբերգական դեպք է տեղի ունեցել, բայց կապել նախընտրականի հետ չենք կարող, որովհետև չկան համապատասխան փաստեր։ Պետք է տեղի ունենա նախաքննություն, արդյունքում կպարզվի։ Սա քաղաքականության հետ, ներքաղաքային դիմընտրությունների հետ կապված դեպք է թե ոչ։ Որպես գյումրեցի լավ այս հարցը այսպես ձևակերպեմ, վերջին շրջանում ինչպիսի մթնոլորտ էր Գյումրիում, ոչ նաև նախընտրական, ոչ քաղաքական առումով Գյումրին Վարդան Ղուկասյանի օրոք էր աչքի ընկնում նմանատիպ միջադեպերով, բայց որոշակիորեն կարծես հանդարտվել էր վերջին տարիների ընթացքում, կիսում եք արդյոք այս գնահատականը։ Ջան, ես նորից եմ ուզում կրկնել, որ նախընտրական կամպանիան այս ժամանակահատվածում անցել է շատ հանդարտ։ Ինցիդենտներ տեղի չեն ունեցել։ Ես վերջին տարիներն նկատի ունեմ ընդհանուր մթնոլորտը Գյումրիում ոչ միայն։ Դե Գյումրիում ընդհանուր մթնոլորտը չեմ կարծում, որ ես հիմա կարող եմ ասել մի բան, որը դուք չգիտեք։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ ես մենք ամեն գնով իշխանության ցկտող ուժ չենք։ Մենք կարծում ենք, որ իշխանության պետք է ցկտել, որպեսզի իրականացնես քո ծրագրերը եւ այդ պայքարը պետք է լինի քաղաքական, քաղաքավարի, ցիվիլ։ Մենք այդ նմանատիպ կամպանիայի կողմնակից ենք եղել եւ կողմնակից ենք։ Իհարկե, ոչ միայն Գյումրիում, այլև ընդհանուր Հայաստանի Հանրապետությունում նախընտրական կապ չունի թիմը պարլամենտական ընտրություններ, թե նախագահական, այդ ընթացքում միշտ լարվածություններ եղել են, ընդհանուր եմ ասում։ Բայց այս կամպանիան առանձնանում էր նրանով առ այսօր, որ նման ինցիդենտներ չկային։ Հանդարտ էր ընթանում, առ այսօր ելի եմ ասում, եկեք չշտապենք, չկապենք հլը։ Այս միջև համապատասխան
գնահատականներ չլինեն պատկան մարմիններից, եկեք չշտապենք։ Ես ինչու իմ հարցը այդպես ձևակերպեցի, որովհետև մամուլում առավոտից այդ հայտնի զառերի պատմությունն է շրջանառվում եւ մի կողմն էլ կարծես բարկացրել էր դատախազության այն գնահատականը, որ սա ինքնասպանություն է։ Իմ հարցը այդ մասով էր ուղղված, այդ զառերի միջադեպից ինչ տեղեկություններ ունեք դուք։ Այդ զառերի հետ կապված ես գիտեմ այն, ինչ դուք գիտեք, այսինքն տեղադրված է եղել բաներ, որի վրա փակցված են եղել զառեր եւ կողքը գրված է եղել հաջողության մազերը, որը արդեն հանել են, Ես կարծում եմ, որ դա որոշակի լարվածության պատճառ կարող էր հանդիսանալ, բայց դա կապել այս դեպքի հետ, ելի եմ ասում, չունենք համապատասխան հասարակական ընկալում կա այդպես, որ սա կարող է, բայց դա ուղղակի հասարակական ընկալումն է, այսպես կենցաղային մակարդակի խոսակցություններ, պետք է սպասենք, տեսնենք ինչ է բարձվում։ Ես ընդհանուր առմամբ նաև այս հարցը տամ սև PR-ի դրսևորումներ այս քարոզարշավի ընթացքում, սա ամենացայտուն օրինակն էր, բայց էլի ենք նկատել, հա, նախկինում, որոնք կմատնանշել տարբեր նկատի ունեք, երբ որ մի ուժը մյուսին հակա PR անելով փորձում է ինքը դիվիդենդներ եղել են, հա, նմանատիպ դեպքեր եղել են։ Եվ այդ զառերի պատմությունը դրա շարունակությունն էր։ Եթե ամփոփենք մեր զրույցը նաև ընդհանուր քաղաքացիական պայմանագիր կուսակցության մասով ձեր հնարավորությունների մասին խոսենք, քարոզարշավը մինչ այս պահը ինչպես է անցել նաև ձեր կուսակցության համար։ Մենք էլի պետք է կրկնվեմ, որ մենք կողմնակից ենք եւ մեր գործողություններով ցույց ենք տվել, որ մենք չենք զբաղվելու սև PR-ով, մենք մեր գործողությունների պլանն ունենք եւ հստակ շարժվում ենք այդ պլանով, նույնիսկ եթե ինչ որ ուժերի կողմից քաղաքացիական պայմանագիր կուսակցության նկատմամբ ինչ որ նմանատիպ երևույթներ նկատվեն, մենք էլի շարունակելու ենք մեր պայքարը մեր ձևով։ Մենք նշել ենք, որ մեր շեշտադրումը հիմնականում կատարել ենք բակային հանդիպումների վրա, քիչ ծախսատար, այսպես ասած, բակային հանդիպումներ, անմիջական շփումներ մարդկանց հետ, եւ մեր այսպես պլանկան, այսպես ասած, այն է, որ մենք առավելագույնս պետք է քաղաքային իշխանությունների վրա, քաղաքային իշխանությունների որոշումների կայացման վրա պետք է ունենանք ազդեցություն կամ ինքներս պետք է ստանձնենք քաղաքային իշխանությունը։ Բալասանյանն իր պաստառի վրա հետաքրքիր գրառում էր արել, որը նաև համացանցում էր քննարկում ժամանակին վճարված աշխատավարձեր, սա 2016 թվականում ընդհանուր Հայաստանի համար ինչ որ առավելություն է նախընտրական ձեր կարծիքով եւ ինչի Գյումրիում այսպեսի շեշտադրում եղավ։ Հա, ես նույնիսկ գրառում եմ արել, որ եթե մարդը ժամանակին վճարված աշխատավարձը առավելություն է դիտարկում, ուրեմն այն աշխատակից, ով ժամանակին աշխատավարձն է վերցնում, ինքը նույնպես կարող է դա դիտարկել որպես առավելություն։ Իհարկե սա առավելություն չէ։ Եթե առավելություն է ունի աշխատակիցը, նույնպես կարող է գնալ իր գործատուին, ասել, գիտեք, գլուխ կովել, որ ես ամեն ամիս ժամանակին աշխատավարձ եմ վերցնում։ Սա ուղղակի աբսուրդ է։ Ես ցավում եմ, որ մենք այնպիսի օրերում ենք ապրում, որ գործատուն կարող է գլուխ կովել, որ ինքը ժամանակին աշխատավարձ է տալիս։ Գործատուն կարող է գլուխ կովել, որ աշխատավարձներն է բարձրացրել գլուխ կովալու բանը։ Մի հետաքրքիր բան եմ նկատել այսպես ճանապարհին անցնելիս, մի քանի թեկնածուների պաստառների վրա գրած էր սկսենք Գյումրիից, տարբեր կուսակցությունների ալյանսը, այդ հայկական վերածնունդը կարծեմ, ինչու են Գյումրին այսպես կարևորում այդպիսի նորաստեղծ կուսակցությունները, նշելով, որ սկսենք Գյումրիից, հա։ Ինչով է Գյումրին յուրահատուկ ըստ ձեր։ Կուսակցությունները այնքան շատ են, որ շատ բնական է, որ իրենց շատերից երևիզը կարող է կրկնվել։ Գյումրին միշտ երևի աչքի է ընկել, Գյումրին միշտ քաղաքական պրոցեսներ է ինքը, նաև այստեղ քաղաքական պրոցեսների տրամաբանությունը, ներքաղաքական պրոցեսների տրամաբանությունը սկսվել է Գյումրիից նաև։ Այսինքն օրինակ տեսեք թիմ ընտրությունների արդյունքները Գյումրիում իրենք մեծապես կանխորոշեն նաև ներքաղաքական զարգացումների տրամաբանությունը։
դետարում վերևի մարդիկ փորձում են սկսել Գյումրիից։ Շատ լավ, շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ զրուցում ենք քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքապետի թեկնածուի հետ, ամփոփեցինք ինչպես մինչ այսօր արված քարոզարշավը այս կուսակցության կողմից, այնպես էլ փորձեցինք հասկանալ, թե այսօր ինչ է տեղի ունեցել։ Մեր զրուցակիցը նշեց, որ իրենք սպասելու են, որպեսզի պատկան մարմինները իրենց գնահատականը տան տեղի ունեցածի հետ կապված եւ իրենք այնուհետեւ կորոշեն, թե որոնք են լինելու իրենց հետագա անելիքները։